խնդրեմ։ Ամեն դեպքում ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասն է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարյակ քրեական գործեր ա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից, իրանց հետ հաճախակի շփվում եմ, շատերին աշխատանքի եմ տեղավորել, իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց, շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան, շատ։ Մեր քույրերու մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Ոչ, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Բայց Հայաստանը մենակ էր թողել արցախցիներին։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ինչ է լինի, սեպտեմբերին եք ասում։ Հա, ներողություն, չէ, ես խոսացի 44-օրյա պատերազմի մասին։ Սեպտեմբերին ասաց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, Արցախցի այդ 150,000 մարդը, որ ասում եք, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ կռվեին։ Մենակ էին մնացել, իհարկե։ Ոնց կռվեին, պետք է բոլորը զոհվեին, պարոն Իսկ 44-օրյա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվեինք, որ դուք հիմա ասում եք։ Ուրեմն դուք եթե դուք ներողություն նախ ով եք, որ լսեք մեդիահաբ լրատվամիջոց եք, գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք, ոնց պետք է լիներ։ Շնորհակալություն։ Ինձ էլ կարևոր չի։ Ասեք ինչ եք ուզում պատասխանեմ։ Ասում եմ չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինեինք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։ Լինելու է հարատև ըստ ձեզ, եթե մենք արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգայինորեն կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորից։ Այդ հարցով ես զբաղվելու եմ, որովհետև ձեզ 10 անգամ ասեցի ոչ, ներողություն, ես ձեզ 10 անգամ ասեցի ոչ, դուք նորից ոչ մի որովհետև չկա, մենք պետք է հասկանանք ձեր իրավունքները ու մեր իրավունքները, այդ ձեզ եմ ասում, որպես երիտասարդ պետք է հասկանանք։ Իսկ նորից ես բացարձակ մի բան եմ ձեզ ասում, մարդը քարաշփոթ է, մարդը իրոք ուղերից մեջ ոնց որ այդ բանը չգիտեմ, ուղերից մեջ էտեր է, 210-ից 10 ոնց որ ասեցի։ Պարզապես հարցը չլսեցիք ես ինչ։ Դե արդեն գիտեք ինչ կա, ես ասի պարզաբանում մտնել եմ դուք չի կարելի։ Ես ձեզ ասում եմ դուք որպես լրագրող շատ վատ եք։ Հա, օքեյ, դա ձեր կարծիքն է եւ դուք կարող եք նման կարծիք ունենալ, բայց տեսեք, դուք որ ասում եք զո չի եղել։ Դուք որ ասում եք, տեսեք, 10 զո չի եղել, 10 զո եղել, դա ուրիշ է, զո չի եղել եւ 210 զո եղել, դա լրիվ է։